Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր տաղավարում է ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, կրկերը շիկանում են նախընտրական գործընթացի վերաբերյալ, գիտեմ մարզային հանդիպումների մեջ եք, քաղաքական ակտիվ process-ի մեջ եք։ Այս սկսենք նրանից երկու խոսքով, որպեսզի այսպես մեր ունկնդիրների համար ոչ երկար լինի, ոչ էլ անհասկանալի, ինչ տրամադրություններ կան ժողովրդի մեջ։ Արդյոք ժողովուրդը այսօր պատրաստվում է, դուք քանի որ ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչ եք, իր քվեն տա ընդդիմությանը, թե բոլոր դեպքերում համակրանքը ավելի շատ իշխանության կողմն է։ Եք ընդդիմություն ասվածը շատ հարաբերական է։ Ժողովրդի մոտ այս բային, ինչքան որ մենք ենք տեսնում, սկսել են իրականությունը շատ ավելի լավ պատկերացնել։ Ժողովուրդը իր խոսքով ասում է, որ իրենց բառերով եմ ասում են բոլորը իրար հետ են։ Մարդկանց մոտ այդ տպավորությունն է այսօր, որ բոլորը իրար հետ են, նախկին եւ ներկա իշխանությունները։ Եվ եթե մարդկանց մոտ տրվում է այդ պարզ երկընտրանքի տարբերակը, այսինքն ներկա իշխանություն եւ նախկին իշխանության ներկայացուցիչներից ինչ որ մեկը, նրանք մեծամասամբ ասում են այդ պարագայում ներկա իշխանությունը։ Մենք վերադարձ չենք ուզում։ Եվ սա բոլոր գիտեն։ Բոլոր շակերտավոր ընդդիմադիր ուժերը սա շատ լավ գիտեն եւ իմանալով մեջ կներեք այդ շախկապի մեջ ժողովուրդը ելի կգերադասի ըստ ձեզ ներկա իշխանություններին, քանի որ չի ուզում վերադարձնել։ Չի քննարկում։ Ես ասում եմ, բայց դուք դառնում եք լավ թիրախ։ Երկու կողմերի կողմից է, դուք նաեւ երկուսն էլ ձեզ չեն սիրի, թե իշխանությունները, որ կասեն ինչ եք մեզ նույն ասում Ռոբերտ Քոչարյանի, ասենք կամ Սերժ Սարգսյանի կամ Ծառուկյանի ուժի հետ, նույնիսկ ուժեղ Հայաստանի հետ, իսկ նրանք էլ ձեզ կասեն, որ դուք իշխանությունների կողմից ներդրված ուժ եք, որը փորձում է պարակտել ընդդիմությանը։ Դա համար ոչ թե չեն սիրի, այլ չեն սիրում։ Թեպետ ես իրենց նկատմամբ բոլորի նկատմամբ ունեմ հավասար վերաբերմունք, որևէ մեկի նկատմամբ անձնական առումով բացասական վերաբերմունք չունեմ, բայց քաղաքական առումով բնականաբար ես միշտ ասել եմ, որ մեր ընդդիմությունը, պարլամենտական կամ տիտղոսակիր ընդդիմությունը ներկա իշխանության միակ հենարանն է Հայաստանի Հանրապետությունը, միակ ներկա իշխանությունը այլ հենարան այսօր չունի Հայաստանում, ժողովուրդը իր հենարանը չի։ Նրանք այս իրավիճակը շատ լավ են տիրապետում եւ շատ լավ հասկանում են, բայց նրանք ունեն իշխանության հետ կոնսենսուս, դրա համար կոչվում է փոխ համաձայնեցված խմբիշխանություն, որ իրենք բոլորը մնում են դաշտում, միևնույն ժամանակ ունենալով կոնսենսուս, որ իրենց վերահսկողությունից դուրս երրորդ նոր ուժ չձևավորվի հանկարծ, որովհետեւ եթե չլինի այս ընդդիմությունը, չի լինելու այս իշխանությունը, չլինի այս իշխանությունը, չի լինելու այս ընդդիմությունը։ Դրա համար կոչվում է սա անգամ գիտության մեջ փոխ համաձայնեցված խմբիշխանություն։ Բայց եթե շատ պարզունակ տրամաբանության մենք մոտենում, ես չեմ ասում դա ինձ դուր է գալիս, լավ է կամ վատ է, ես արձանագրում եմ փաստը։ Հասարակության գերակշիռ մասը ասում է, որ եթե այլընտրանք այս երկուսի մեջ է, ուրեմն ավելի լավ է թող մնա այս իշխանությունը։ Եվ անգամ դա իմանալով ներկա պարլամենտական ընդդիմությունը եւ նրանցից ածանցյալ ուժերը միևնույն է ամեն գնով շարունակում են մնալ դաշտում, իմանալով որ իրենց ներկայությամբ իրենք վերարտադրելու են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում. ընդդիմություն ասվածը, այդ եզրույթը, այդ բառը ճիշտ է նրանց ասելը, թե ճիշտ իմ խորին համոզմամբ ճիշտ չէ։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, ուժեղ Հայաստանը, հանդես է գալիս այն տրամաբանության, որ մենք իշխանություն չենք եղել ըստ էության եւ բոլոր դեպքերում մենք նոր ուժ ենք եւ ըստ էության նոր կուսակցություն են, եթե անգամ դուք ասենք ձեր հիմնավորումը ճիշտ է, այսինքն ձեր հիմնավորումն է, ոչ թե ես ուղղակի ճիշտ կամ սխալ եմ համարում, դա ձեր կարծիքն է, այսինքն իրենք ասում են, որ մենք բացարձակապես մեզ մի նույնացրեք որևէ քաղաքական ուժի հետ, մենք բոլորովին այլ ուժ ենք, մենք ոչ նախկին իշխանություն ենք, ոչ ներկա իշխանություն ենք, ունենք հստակ այլընտրանք եւ այդ այլընտրանքով փորձում ենք լուծել մեր քաղաքական խնդիրները։ Ինչ կասեք այս մասին։ Արդյոք չեք պատրաստվում համագործակցել այդ քաղաքական ուժի հետ, թե դեռ բնականաբար ոչ, դա բացառում եմ, որովհետև քաղաքականությունը առաջնահերթությունների մասին է եւ արժեքների մասին է։ Մեր համար առաջնահերթությունը ամեն գնով պարլամենտում հայտնվելը չէ։ Պարլամենտում լինելը մեզ համար
անհրաժեշտ ոչ բավարար պայման է, ընդհանրապես միջոց է եւ ոչ թե ամեն ինչ պատրաստ ենք զոհաբերել, այնքան որ մենք պարլամենտում լինենք կամ այդ մանդատը ունենանք։ Սամվել Կարապետյանի թիմը, որպես այդպեսին, ընդհանուր առմամբ մեր այս նախկին կոնյունկտուրայի կատարյալ համախմբումն է իր մեջ։ Եթե մենք ուզում ենք որակական փոփոխություն լինի, քաղաքական համակարգը գնա առողջացման, դուրս գա այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունից, մենք չենք կարող կրկին վերարտադրել այդ նախկին համակարգը, նախկին եւ ներկա համակարգի այս միախառնուրդը։ Սամվել Կարապետյանի ուժը իմ խորին համոզման որևիցե մեկին չվիրավորելով բացառապես սրա մասին է։ Դրա համար հարցը կապ չունի մարդիկ ովքեր են ներկայացնում ամենայն հարգանքով այդ երիտասարդների նկատմամբ ովքեր որոշումներ են կայացնում կամ ընտրարշավ են իրականացնում, բայց կա ինչ-որ մեկ որ պատկերացնում է, որ որոշումները ընդունվում են երիտասարդների կողմից կամ ինչ-որ մի պահի իրենք են օրակարգ որոշողը կամ իրենք են քաղաքական գիստանողը եւ չկան մարդիկ, ովքեր ուղղորդողներն են կամ նրանց հետևում կանգնած են, հենց այդ նույն նախկին կոնյունկտուրայի ներկայացուցիչները։ Ես այլ համոզմունք ունեմ, եթե մարդիկ ունեն, որ մենք տեսակ հալածյալներ ենք, մենք ինչպես կարող ենք կապված լինենք ներկա իշխանությունների հետ, եթե Սամվել Կարապետյանը ըստ էության ձերբակալված է, այդ սուտանային կալանքը դա նույնպես ձերբակալության ձև է, երեք ինչ որ հրապարակումներ կային, ինչ որ գաղտնալսումների մասին, այսինքն կարծես թե ինչպես մենք ենք տեսնում առերևույթ, այդ քաղաքական ուժը իշխանությունների կողմից հարվածների է ենթարկվում, ասենք հիմա եւ իրենք էլ ելնելով դրանից ասում են, որ մենք իրական ընդդիմություն ենք, քանի որ իշխանությունները մեզ հարվածում են եւ ամեն ինչ անում են, որ մենք չանցնենք։ Գիտեք, ում որ հարվածելու պատրանք են ստեղծում, դա դեռ չի նշանակում, որ հարվածում են։ Դուք գտնում եք, որ պատրանք է։ Իմ խորին համոզմամբ, բնականաբար, եւ սրա մասին շատ եմ խոսել։ Պարլամենտական ընդդիմության ներկայացուցիչները հաճախ թմբկահարում են, որ մեր թիմակիցները քաղբանտարկյալներ են, տեսեք մենք այսքան քաղբանտարկյալ ունենք եւ այլն, բայց ես կրկին անգամ եմ ասում, տեսել եք մի բիզնեսմեն, ում բիզնեսը չծաղկի, այն էլ այս իշխանության պարագայում, եւ իմանալով, որ այս մեր ներկայիս իշխանությունը ունակ է ամեն ինչի, եթե ունակ է ամենա անընդունելի ձևով եկեղեցու դեմ պայքարի, վարկաբեկման, պատմական հիշողության, ինքնության եւ այլն, այսինքն ամեն ինչի ընդունակ է։ Ու հանկարծ ներկա իշխանությունը որևիցե մեկի բիզնեսին, որը իրենց ամենացավոտ կողմն է, նախկին եւ ներկա բոլոր իշխանությունների համար, իրենց համար քաղաքական տեսանկյունից բարձրագույն արժեք բացառապես եղել է ֆինանսական կապիտալը, ուրիշ ոչ մի բան։ Եթե մեկի նկատմամբ ուզում են ուժ կիրառեն կամ ճնշում գործադրեն, առաջինը իմացեք նրա գրպանին կկպնեն, որպեսզի ցավացնեն, որտեղ դա իրենց համար ամենաբարձր արժեքն է։ Բնավ թե գտնում, այլ չեն կպնում։ Մեկին կարող եք ցույց տալ, ում բիզնեսները չեն ծաղկում, ով ինչ որ խոչընդոտի ունեցել, բնականաբար դրանք պետք է անպայման քաղբանտարկյալը եւ այլն մնացած։ Ես մասնավորապես չեմ ասում այս կոնկրետ Սամվել Կարապետյան, ես ընդհանրապես։ Իսկ Սամվել Կարապետյան ես չեմ ասում ներկա իշխանության, կոնյունկտուրա, ես նկատում եմ նախկին ներկա, այս մեր նույն նախկին ներկա համակարգի կատարյալ համախառն ամփոփված մեկ միավորի մեջ։ Նախկին բոլոր վարչախմբերի ամփոփումն է իր մեջ։ Իսկ մեր խնդիրը միայն ներկա իշխանությունը չի։ Մենք չենք կարող պայքարել ստվերի դեմ, ստվերի դեմ դա բիզնես խլելու փորձ չի ըստ ձեզ։ Շատ հնարավոր է։ Դրա համար ես չուզեցա գնամ շատ մանրուքներով, ես այդպես կարող եմ ձեզ չերևացող տասնյակ դրվագներ բերեմ, որտեղ որ ոչ միայն ճնշում չկա, այլ նաև խորքային համագործակցություն կա, իմ խորին համոզմամբ։ Բայց ես չեմ ուզում զուտ այդ տեխնիկական խնդիրների վրա կենտրոնանալ։ Իմ ասածը նա է, որ այն մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ process-ի մեջ, 99%-ը նախկին կոնյունկտուրայի, նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են կամ նրանց կողմից ուղղորդվող մարդիկ են։ Դրա համար ես պատահական չասեցի։ Իրոք պատկերացնում եք ամենայն հարգանքով այդ երիտասարդների նկատմամբ։ Պատկերացնում եք իրենք են որոշումները կայացնում կամ ինչ որ մի պահի իրենք են որոշումներ կայացնելու, իրենց ծնողները չեն կայացնելու, իրենց հորեղբայրները, այն մարդիկ ում հետ նրանք խավոր սանիկ են Հայաստանի եւ թե մեծամասնության քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Այսինքն մտածում եք իրոք երիտասարդները իրենք են որոշում կայացնում այսօր էլ եւ հետո էլ են իրենք կայացնելու, բնականաբար ոչ։ Մենք կարող ենք ինքներս մեզ համոզել, որ դա այդպես է, բայց իրականում այդպես չի։ Ես անձնական կրկնում եմ, ոչինչ չունեմ ոչ մեկի դեմ։
Իմ ասածը նա է, որ քաղաքական համակարգը պետք է առողջացնել։ Չենք կարող մնալ այս նույն քաղաքական համակարգի մեջ, որը ծնել է Նիկոլ Փաշինյան եւ պահում է Նիկոլ Փաշինյան։ Ու դրա մեջ մենք տեղապտույտներ անենք ու մտածենք, որ մենք ունենանք ավելի լավ Հայաստան, քան այսօր ունենք։ Չի լինում այդպիսի բան։ Ինչքան ճգնաժամը խորքային է, այնքան վերաիմաստավորումը եւ վերարժևորումը պետք է լինի շատ ավելի խորքային։ Մենք պետք է առերեսվենք այդ դաժան իրականության հետ ու կարողանանք ճեղքենք։ Այս մեր երկիրը այսօր հայկական պետության հետ նվազագույն աղերս չունի։ Մենք այսօր հայկական պետությունում չենք ապրում եւ դրա բացառապես միակ պատասխանատուն առաջին հերթին այս իշխանությունն է եւ դրանց հավասար նախկին բոլոր վարչակարգերը։ Հիմա եթե մենք սրանից չճեղքենք եւ դուրս չգանք այս փոխհամաձայնեցված խմբիշխանության համակարգը, մենք չենք ունենալու այդ պետությունը ընդհանրապես, ոչ միայն հայկական պետություն, արդեն չունենք հայկական պետություն, շատ շուտվանից չունենք հայկական, որ իր բովանդակությամբ կլիներ հայկական, ոչ թե զուտ իրավակազմակերպական ձև կունենար։ Հետևաբար կարող ենք մենք ինքներս մեզ խաբել։ Գնանք ասենք, գիտեք ինչ, վատագույնի մեջ այս մի վատագույնը կամ հա վատերի մեջ այս մի վատը ավելի նախընտրելի է։ Ոչ, ես այդպես չեմ կարծում, որպես քաղաքական ուժի ղեկավար։ Ես այդպես չեմ կարծում։ Պարոն Պետրոսյան, այլ ընտրանքների պահով խոսեցիք եւ փոխկապակցվածությունը նորից ասեցիք եւ դարձյալ շեշտեցիք այդ համակարգը, որ նույնն է, ըստ էության տարբերություն չկա, պարզապես ինչպես ժողովուրդը կասել, պասերով խաղում են։ Եթե պասերով խաղում են, բա այդ ոնց է, որ այդպիսի արտաքին արտակուստը թեկուզ է այդ հայտարարությունների մեջ այդպիսի տարբերություններ են, որոնց առերևույթ գոնե համընկնում են Քոչարյանականների, Սերժ Սարգսյանականների տեսակետների, նաև Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլ մյուս, այսպես ասած, ռեգիոնալիստական քաղաքական ուժերի, եթե կարելի այդպես որակում տալ։ Իսկ իշխանությունները այսօր ըստ էության գնում են դեպի արևմուտք։ Երկիրը, այսպես ասած, ուղի են բռնել դեպի արևմուտք, Եվրոմիության այդ ինտեգրման այդ քաղաքականությանը եւ նրանք հատկապես քննադատում են նրանք իշխանությանը դեպի արևմուտք քաղաքական վեկտոր փոխելու մեջ, այն ինչին դուք դեմ եք։ Ես գիտեմ, այսպես քաղաքական վեկտորի այդ կտրուկ փոփոխությանը դուք դեմ եք։ Թեև հանդես է գալիս բոլոր բևեռների հետ նորմալ հարաբերությունների օգտին։ Հիմա եթե այդպես է, ուրեմն զուտ գեոքաղաքական բևեռի պահով ձեր տեսակետները ավելի մոտ չեն նախկին իշխանությունների տեսակետներին եւ այստեղ չեն կարող իրենք ասեն, բա մենք ինչու եք մեզ նույնացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, երբ որ նրանք եւ նրանց հիմա նաեւ սատարող այսպես կոչված Եվրոինտեգրմանը կողմնակից, այսպես ասած, Եվրաքվեի լրիվ արևմտամետ ուժերը լիովին սատարում են ըստ էության Նիկոլ Փաշինյանին, նաև Արամ Զաբենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը եւ այլ եվրո արևմտամետ, այսպես ասած, ուժեր։ Իսկ բավականին լայն եւ ծավալուն հարց էր, թեպետ շատ հետաքրքիր։ Հերթականությամբ գամ։ Տեսեք, ներկայումս ընդդիմադիր դաշտում առաջին հորիզոնականին հավակնող ուժը Սամվել Կարապետյանի ասում ենք շատ հաճախ ընդդիմություն, ճիշտ է։ Նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից, բայց իմ խորին համոզմամբ նրանք անգամ 1% Նիկոլ Փաշինյանի արտաքին օրակարգից տարբերող չեն։ Տեսել եք իրենց օրակարգը հիմնականում հարկեր, турքեր, չգիտեմ, աշխատատեղեր, մեր նման խորքային ճգնաժամում հայտնված պետության համար առաջնահերթությունն ու գերակայությունը երբեք չի կարող լինել տնտեսական համակարգը։ Տնտեսականը եւս շատ կարեւոր է, բայց ինքը արդյունքն է քաղաքական համակարգի։ Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես է Սամվել Կարապետյանի ուժը իրար հետ վիճում են, այսպես ասած, բացառապես տնտեսական եւ սոցիալական օրակարգերի շուրջ։ 200,000 աշխատատեղ, 50,000 աշխատատեղ, 0% հարկեր եւ այլն, այսինքն գլոբալ մեսիջը որն է, որ մենք ընդհանուր այս ընթացքի հետ Հայաստանի համաձայն ենք, մենք խնդիր չունենք։ Մեր խնդիրը այլևս արտաքին քաղաքական ընթացքի բնականաբար բոլոր առումներով, այո, մենք համաձայն ենք, հետեւաբար մեր ներքինում խնդրեմ կա, բայց ներքինում սոցիալական քաղաքականության մեջ ես ավելի լավ փաթեթ եմ առաջարկում։ Նիկոլ Փաշինյանը ասում է թոշակառուներին, օրինակ, այս թոշակները կբարձրացնեմ կամ դեղերը անվճար կլինի։ Մյուս ասում է ես միջին փոքր բիզնեսին կազատեմ հարկերից։ Իրենց հակադրության թեման այս ոլորտն է, օրակարգը ամբողջությամբ նույնն է։ Եվ նաև դրանով արտաքին աշխարհին են մեսիջ տալիս, ասելով, որ մենք
մեզնից վտանգ չկա, չմտածեք, մենք նույն քաղաքական գծի մեջ ենք, ուղղակի մենք սոցիալական տնտեսական հարցերով ենք իրար հետ հակադրության մեջ։ Կամ ինչ է նշանակում Իսրայելի գնդապետին կանչել Հայաստան, համագործակցել Հայաստանի ռազմական ուժերի արդիականացման հարցով։ Ինչ տարբերություն է Ադրբեջանից կանչեք, որն է տարբերությունը։ Իսկ սրանք որևիցե մեկի համար որևիցե բան չի նշանակում, կամ ինչ է նշանակում թրիփը մեր համար անվտանգային կամ միակ անվտանգային երաշխիքն է վայրես վերջերում տրված հարցազրույցները, որ ամբողջությամբ չեմ կարդացել։ Ում կողմից։ Իրենց առաջնորդի ներկայացած մեր ձևովի առաջնորդ տղայի կողմից։ Հա, թրիփը ողջունել են, այո։ Բնականաբար, այո, թրիփը մեր անվտանգության երաշխիքն է, թե ինչ եւ այլ այսպիսի բան։ Ես չեմ ուզում ուղղակի հա մտնեմ։ Բայց նրանք կներեք, պարզ մի հանգամանք Սամվել Կարապետյանը ըստ որոշակի հստակ տվյալների հսկայական բիզնեսներ եւ կարողություններ ունի Ռուսաստանում։ Ինչպես կարող է այդպիսի կարողությունների տեր մարդը լինել նույն արտաքին քաղաքական գծի վրա, ինչպես ասենք իշխանությունը կամ ասենք արևմտամետները։ Ես չգիտեմ ինչի մասն է խոսքը, չգիտեմ ինչ ունեն եւ այլ, ինձ դա առանձնապես չի հետաքրքրում, ես ասում արձանագրում եմ փաստը։ Հա։ Եվ ես որպես մասնագետ, մասնագիտությամբ քաղաքագետ, ակադեմիական առումով կարող եմ ակադեմիական առումով թղթի վրա միասին նստենք, տեսական, պրակտիկ եւ պատմական առումով այդ թեզի 90%-ը գիտական հարթությունում ապացուցեն, որ դա տգիտություն է։ Ոչ թե ճիշտ չի Հայաստանի համար, լավ է կամ վատ է, գիտական, ակադեմիական միջազգային հարաբերությունների տեսանկյունից, ռեալ պոլիտիկի, տգիտություն է խորքային։ Թղթի վրա հերթով կետ-կետ ապացուցեմ, որ ես չեմ ուզում դրա վրա նրա կարողությունների ոչ, այն թեզը, որ թրիփը Հայաստանի համար միակ լավ տարբերակն է, միակ թե անվտանգային երաշխիքն է եւ այլն։ Այսինքն այսօր եթե դուք գաք իշխանության, դուք թրիփը կչեղարկեք։ Տեսեք, հիմա ես ասեմ մոտեցումը որն է։ Ես երբեք ի տարբերություն մնացածի ձեր նախկին հարցից գամ դեպի թրիփի ուղիղ պատասխանին։ Ուրեմն ես երբեք ինձ կամ մեր ուժը չեմ դիրքավորել պրո-ռուսական, պրո-արևմտյան երբեք։ Ես ասել եմ մենք պրո-հայկական պետք է լինենք։ Սա նշանակում է, որ չպետք է լինենք ոչ հակարևմտյան, ոչ հակառուսական։ Այսօր անգամ թեկուզ կարող է ոչ հակաանջը հաճո բան եմ ասում, անգամ հակաթուրքական իրավունք չունենք լինելու։ Հակադրբեջանականի մասին չեմ ասում, անգամ հակաթուրքական չեն կարող լինելու։ Սրանք բոլորը կեղծ թեզեր են։ Բոլորը մարդկանց համար ականջներին հաճելի թեզեր են, գիտեք ինչ, մենք գալիս ենք մտնենք Եվրոմիություն, մենք գալիս ենք տանենք մեզ ՆԱՏՕ, անվտանգություն եւ այլն, սրանք տգիտություն են։ Մարդկանց համար ուղղակի ականջաճը խոսքեր են ասում։ Աշխարհաքաղաքական գործընթացները այլ բանի վրա են այսօր կառուցված, ամբողջությամբ այլ։ Ինչ վերաբերում է թրիփին։ Թրիփը նույն նոյեմբերի 9-ի համաձայնագրի արևմտյան փաթեթավորումն է, որը բնականաբար անվտանգության գործոնի հետ ունի 0 աղերս, ընդհանրապես կապ չունի։ Այո, ինքը ունի աշխարհաքաղաքական նշանակություն եւ ոչ տնտեսական, բայց դա մեզ համար անվտանգային կոմպոնենտ չի ընդհանրապես։ Հիմա մենք լինենք իշխանության, երբ մենք գանք իշխանության, ինչ կանենք։ Այս պարագայում լինենք, ինչ կանենք կոնկրետ։ Քանի որ մենք այսօր չենք տիրապետում ամբողջ տեղեկատվական բազային, թե կուլիսների հետևում ինչ են խոսացել, ինչ պայմանավորվածություններ կա, բարձր չէ որ այն թուղթը ինչպես ցույց են տալիս դա չի, չէ, բազմաթիվ պայմանավորվածություններ կան։ Այո։ Երկու տարբերակ կա։ Եթե սրա շուրջ միջազգային կոնսենսուս չկա, մասնավորապես Իրան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, այդ թվում նաև Թուրքիա, եթե կոնսենսուս չկա, կա հակասություններ, թրիփի կամ Սյունիքի միջանցք, նույն Սյունիքի միջանցքն է, թրիփ չասենք, Սյունիքի միջանցքի շուրջ, ապա այդ հակասությունների վրա շատ ճիշտ կլինի խաղալ, ժամանակ ձգել, պահել, անել ամեն ինչ, որ Սյունիքի միջանցք ասվածը չլինի։ Սա Թուրքիայի եւ թուրքական կողմի շատ երկար նախագիծն է, որը խորհրդային Ադրբեջանի ժամանակվա։ Եթե կա, մենք դա չգիտենք, կա կոնսենսուս, թե կա շահերի բախում, չգիտենք։ Բայց Քոչարյանն էլ էր դրա մասին խոսում, որոշակի ժամանակ առաջ, այլ որ դուք ասեցիք, կարծես թե ձեր տեսակետը մոտեցավ, եթե չասեմ համընկավ, ասում էր դե եթե այդ միջանցքը դե ֆակտո ինքն էլ կարծես թե չէր ժխտում, չնայած ներքուստ երևում էր, որ մեղմ ասած կողմնակիցը չի, բայց եթե եղել է փաստը, ասում էր գոնե պիտի Ռուսաստանն ու Չինաստանը ներգրավեն, այսինքն կոնսենսուս լինի, բալանս լինի։ Դեպի դուք օրինակ կողմնակիցը կլինեք, եթե բալանս լինի, միայն ասենք ԱՄՆ, Եվրոմիություն, Թուրքիա, Ադրբեջան չլինեն, այսպես թրիփի շահառուները։
այլ նաև այլ բևեռի երկրներ լինեն թրիպի շահառուները, Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը։ Դա արդեն թրիպ չի դառնում։ Իմ մոտեցումով ես ասում կատեգորիկ դեմ եմ Սյունիքի Միջանցքին։ Դա Հայաստանի գլխին դամակն սուրա կախված։ Ես կատեգորիկ դեմ եմ դրան։ Ամեն գնով պետք է չեղարկել Սյունիքի Միջանցք եւ ես նույնիսկ մի պատմական դրվագ բերեմ Հեյդար Ալիևը, ներկա Ալիևի հայրը։ Եթե չեմ սխալվում, Կարեն Դեմիրճյանի մեմուարներում էր դրա մասին գրված, ասում էր, որ եթե Կարեն Դեմիրճյանը ինձ այդքան խնդրեր, ինչքան ես եմ իրեն խնդրում Միջանցք տրամադրի Սյունիքով, խորհրդային ժամանակաշրջանի մասն է խոսքը եւ սահմաններ չկար։ Ասում եմ, եթե այդքան ինքը ինձ խնդրած լիներ, ես Ադրբեջանի կեսը նրան նվեր տված կլինեի։ Բայց ես այդքան խնդրեցի, ինքը այդ Միջանցքը չտվեց։ Այսինքն դեռ այն ժամանակվանից նրանց քաղաքական միտքը գիտեն, որ ԽՍՀՄ-ն էլ է փլուզվելու, մնացածն է, բայց այդ Միջանցքի իրավական, այսպես ասած, ոտի տեղը պիտի իրենք ունենան։ Դե Ադրբեջանի կեսը չէ կխափեր, բայց ամեն դեպքում բնականաբար երևույթը ասածս նա է, որ խորհրդային ժամանակաշրջանից հենց այդ քաղաքականությունն է իրականացվել։ Ես ասեմ, ներքին հանդ գյուղը միտումնավոր այդ ծրագիրը կանխելու համար է այդտեղ այո կառուցված եղել, բնակեցված եղել։ Եվ նույնիսկ ժամանակին այդտեղի բնակիչների նիվա մեքենաներ են նվեր տվել, որ կարողանան այդ դժվար անցանելի ճանապարհով իջնեն գան, բայց այդտեղ բնակեցնեն, որը նաև ինչ որ չափով կոմպոնենտեր եւ կանխում էր այդ Միջանցքի հնարավոր լինելիությունը խորհրդային ժամանակ։ Անկամ այն ժամանակ, որ կենտրոնական իշխանություն էր, խորհրդային իշխանություն էր, սահմանի խնդիր չկար, Միջանցքը պատկերացնեք ներկայիս իշխանությունը այն ժամանակներ, կասերին խնդրեմ, մեկի տեղը 30 Միջանցք եմ տալիս ձեզ։ Միևնույնն է սահմաններ չկա, ԽՍՀՄ-ի անդամ ենք բոլորս է։ Այսինքն սա էս նշանակության խնդիր է։ Դրա համար ամեն գնով իմ խորին համոզմամբ այսօր տարածաշրջանում առավել եւս կոնսենսուս չկա, գոյություն չունի, հետեւաբար շատ իրատեսական է Սյունիքի Միջանցք նախագիծը հնարավորինս եւ անժամկետ հետաձգել։ Անժամկետ հետաձգել, որովհետեւ այդ կոնսենսուսը մանավանդ Իրանի դեպքերով պայմանավորված շատ երկար ժամանակ այլևս չի լինելու։ Մանավանդ որ տեսնում ենք Իրանը ինչքան արժանապատիվ կերպով է կարողանում դիմադրի, ու նաև նույնիսկ արևմտյան ուղեղային կենտրոնները այսօր ասում են driver seat են ասում, ոնց որ մեքենայի ղեկին հիմա Իրանն է նստած եւ ոչ թե եւ քարտերը բոլոր Իրանի ձեռնա եւ ոչ թե Միացյալ Նահանգների այս պահին։ Մանավանդ այս գտնում եք որ վտանգներից խուսափելու համար առժամանակ պիտի հետաձգել Միջանցքի կառուցման աշխատանքը։ Ընդհանրապես Միջանցքի մեր մտքից Սյունիքի Միջանցքի արկայությունը ներքուզ գոնե։ Մենք պետք է դա բացառենք հնարավորինս։ Մանավանդ մեր ներկայիս իրականությունը այդ հնարավորությունը տալիս է։ Եթե բացառենք, կնշանակի չեղարկում ենք օգոստոսի 8-ի հայ ամերիկա ադրբեջանական այդ հայտարարությունը կարևորագույն իրենց համար փաստաթուղթը եւ դրանով պատերազմի համար նոր ադրբեջանական հարձակման համար դուռ ենք բացում։ Ինչ եք կարծում։ Ճիշտ են ասում թե իսկ նոյեմբերի 9-ը չեղարկված է թե չեղարկված չի։ Ըստ էության ոչ։ Դե ֆակտո, դե յուրե ոչ։ 180 նույն թեմայի վերաբերյալ նույն առարկայի, նույն խնդրու առարկայի վերաբերյալ 180 աստիճան այլ փաստաթուղթ ստորագրված, միևնույն ժամանակ մյուսը չեղարկված չի։ Խնդրեմ, սա ստորագրված է, թող թղթով մնա, ոչ մի չի ասում է թուղթը չեղարկեք։ Ռեալ պոլիտիկում ամեն գնով պետք է կասեցվի Սյունիքի Միջանցքը, ամեն հնարավոր միջոցներով պետք է կասեցվի Սյունիքի Միջանցքը, մանավանդ մեր աշխարհաքաղաքական զարգացումները այսօր այդ հնարավորությունը տալիս են, ոչ թե մարտահրավեր նետելով Միացյալ Նահանգներին, ոչ թե մարտահրավեր նետելով Ռուսաստանին կամ Իրանին, այլ գերտերությունների մեջ, քանի որ կոնսենսուսը այս պահին այլևս չկա, այդ հակադիր շահերի վրա խաղալով դա հնարավոր է իրականացնել։ Ոնը երկարաձգել այդ ամեն ինչը։ Տեսակետը լրիվ հասկացա։ Պետրոսյան շատ լավ թեմաներ կան էլի խոսելու, բայց թող երևի այսպես պայմանավորվենք այսօրվա եւ ձեր ժամանակի սովությունը հաշվի առնելով եւ մեր եթերի ժամանակի սովությունը, թող մի քիչ իրողությունները զարգանան, ասպաստա զարգանան դեպի լավը, դեպի բարեհաջողությունը, բարեհաջողություն մեր հայրենիքի, հետագայում կրկին կհանդիպենք։ Սիրով։ Այսօրվա համար շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եթերում
Ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում է ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք R-Mix News YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը եւ հետևեք մեր հետաքրքիր թողարկումներին։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։